ցանկացած բան մտնել է, բայց խնդրում եմ, եթե ցանկություն ուներ պարոն Պողոսյանի նկատմամբ ինչ-որ այլ քաղաքական ակցիա իրականացնել, սա լավագույն ձևաչափ է։ Նվերներն էլ Լիվարդյան, նվերները պարոն Պողոսյան։ Նվերների հայտարարման հետ կապված է, մենք ունենք սահմանափակումներ, խնդրում եմ, ես բացարձակապես ձեր գործ Տիկին Թովմասյան, ուրեմն լսեք, ուրեմն ցանկացած հարց, ցանկացած պատասխան։ Ընդ որում կներեք, եթե շատ ավելի ակից է, հարցը ապոբեք եւ շատ։ Ահա ես սահմանափակեցի խոսքի բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության մասին, որը ստանալով պետությունից ահռելի միջոցներ, ունի գործունեության այնպիսի բնութագրումներ, որոնք հանրությանը անհանգստացնում են։ Եվ մենք որպես առաջնային մանդատ կրող պատգամավորներ, բնականաբար պիտի բան հնչեցնենք, եթե ոչ պարոն Պողոսյանին։ Տարվա մեջ մի անգամ ունենք հնարավորություն, մի քանի անգամ կհնչեցնենք։ Եվ այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն ուղղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնել առաջ, երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետեւ այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։ Տիկին Թովմասյան, դες ձեր հարցերը, արդեն նշեցի, որ նվեր չի, առավել երես եք խաղալիք է, և դրա իսկական